Երևանի Ալաշկերտը վաղ հուլիսի 23-ին Ավանի ֆուտբոլի ակադեմիայում UEFA-ի կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակում կմրցի ռումինական ՉՖՌ Կլուժի հետ։ Կայացած նախախաղային ասուլիսի ընթացքում գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը մրցակցին նմանեցրեց Երևանի Ուրարտուի հետ։ Այժմ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանի եւ ֆուտբոլիստ Դավիթ Տերտերյանի նախախաղային ասուլիսը։ Վլադիմիր Գաբրելյան, հատուկ Sport for DM-ի համար։ Անազակյան առաջնալիք կերորդ ամենի դարս աստրալ պատրաստել չուսին է ձեր մախարիչը Բարև ձեզ, ճիշտ է դժվար հաստատվեց Բերլիմանի հետ, լրատվացի ժամանակ եղավ, բայց այդ հաղթական էմոցիաները ավելի օգնեց, որ թիմը ավելի շուտ վերականգնվի, իմ կարծիքով լրիվ վերականգնվել ենք, լրիվ պատրաստվենք, վիճակն գնահատում եմ լավ, լրիվ պատրաստ եմ խաղում։ Մրցակցի մասին, Մրցակիցը շատ ուժեղ հարուստ պատմություն ունեցող թիմ է, լավ ուսումնասիրում ենք մրցակցին ու եղին պատրաստվում ենք։ Ասական շարժարություն անշուշտ դարձյալ խաղում պատասխանատու դարձյալ նախ Իշխանությունների մասին եւ ընդհանրապես այս մտաշրջանում թե թիմային պատմությունն է, թե անհատական պատմությունն չի համարվել հավաքական իշխանությունների մտաշրջանի համար։ Գոլի կապակցությամբ իհարկե շատ լավ էմոցիաներ էին, բայց առաջնային շատ ուրախ եմ, որ կարողացանք օգնել թիմին, որ չպարտվենք։ Ինչ վերաբերում է իմ նպատակներին բանին, հավաքական եւ ցանկացած ֆուտբոլիստի համար շատ կարեւոր է որ իր հավաքականը խաղա, բայց հիմա կենտրոնացած եմ թիմային կարիերայի ու խաղի դեպս մրցաշարի վրա։ Շարունակում ենք մամուլի ասուլիսը, արծապահում։ Անգլիական հետաքրքիր խոսեց այդ հաղթական մեթոդի մասին, իսկապես Ալաշկերտը երկրորդին դրամա հայկական հաղթումների շրջանում ազողվեց, ամեն ինչ շատ տպավորիչ էր, բայց հետաքրքիր օգնական տեսանկյունից որքան պետք հիմա անցել է քեյֆորը եւ կենտրոնացել Արտենստանի վրա։ Նախ քանի որ առանց ձեզ քանի որ հնարավորություն ձեռնորեց, ես խաղից հետո ճիշտ ասած այդ օգնած վախտական էմոցիաների ձեռնելով շնորհակալություն չհայտնեցի մեր երկրպագուներին, ովքեր հազարավոր կիլոմետրեր կտրել էին, անցել էին, հասել էին ու մեզ շատ օգնեցին, իրոք շատ մեծ գործ արեցին ու քանի այդ հնարավորությունը խնդրում եմ, որ այս խաղին էլ շատ աջակիցներ ունենանք, երևի թե այդ դրաման ապահովել կօգնի, որ տրիբունաները ավելի շատ բան կա։ Ինչ վերաբերում է ձեր տված հարցին, այո, համաձայն եմ, շատ դեպքեր է լինում, երբ այդպիսի էմոցիաներով խաղից հետո թիմը շատ էմոցիա է թողնում դաշտում, դա ազդում է հաջորդ խաղի վրա։ Գաղտնիք չէ, որ ֆուտբոլը շատ էմոցիոնալ խաղ է ու առանց էմոցիայի պետք չի խաղալ այդ խաղը։ Աշխատանք ենք տանել այդ ուղղությամբ, տանում ենք այդ ուղղությամբ։ Մենք առանց այդ էլ խաղում ենք էմոցիայով, քրքով ու վստահ եմ, որ վաղն էլ այդ էմոցիոնալ կիրքը դաշտում կգնա շատ լավ խաղ։ Հարցեր Ինչ կարող ասում մրցակցի մասին, եւ ըստ մրցակցի ներդրումներ, խաղը արդյոք դուրսերն ուժի մեջ։ Ֆյունիկի խաղը շատ վաղուց էր, չեմ էլ ուզեցել համեմատել ու զուգահեռ անցկացնել, դրանից հետո մարզիչները փոքր ֆուտբոլիստներ են գնացել ու եկել։ Մենք շատ լավ վերլուծել ենք մրցակցին, առաջի տուրն էլ խաղացին օցելուի հետ, շատ լավ ճանաչում ենք արդեն թիմին, շատ լավ մրցակից է, բոլորս գիտենք ЧՖՌ ինչ հարուստ պատմություն ունի, ինչ է իրենից ներկայացնում, մենք կարող ենք հարգել մեր մրցակցին, բայց ոչ մի շնորհ։ Կարծես Սակայն իսկապես մեծ պատմություն ունի շահերների հետ այն փոխանցել, բայց վերջնական 2022 մրցաշրջանում
հիմնական փորձը եւ նկատի դրել կոնֆերենցիաների լիգան, այսինքն չփոխություն շրանցումային շրջանը եւ այսքան կարծես նորթիներ ձևավորվում եւ գործում են դինամիկայացնել եւ այս առումով որքանով է հարմար այսօրվա ուժը առաջերտի եւ եթե գալի համեմատել հրավերության գործի հետ այսպես խաղով որակներով տեսեք, խաղով որակներով շատ դժվար է համեմատել հրավերության հետ ինչ-որ թիմի ու այլ առաջությունից, որովհետեւ մենք Եվրոգավաթներում ենք ու Եվրոգավաթներում ամեն թիմ իր սպეციფიկ խաղավորոշ է ներկայացնում, այսինքն Ղազախական Երևանի շատ ուժեղ թիմեր ու ուրիշ ֆուտբոլ էր խաղում, որը որ անհարմար էր։ Մեր ֆուտբոլը իրենց համար անհարմար։ Լուժը խաղաոճով ոչ թե որակները կասեմ, ես չեմ ասում, որ ուրախում որակներով զիջում է, բայց խաղաոճով ինձ ուրախում են նմանացնում, քաոս է ստեղծում, ազատ զոնաներ շատ են մտնում, գնդակով խաղի ժամանակ քաոս է ստեղծում նկատինը։ Հետաքրքիր թիմ է, ոնց որ եւ ուրախում, իրանք շատ են սիրում գնդակով լինել, շատ են սիրում այդ ազատ գոլիները օգտագործել, փորձում են տոտալ ֆուտբոլ խաղալ, այսինքն ֆուտբոլիստները այդպես դիրքեր չունեն, շատ է ռոտացիայի դիմում, երբ որ գնդակը հարցեր Ընդհանրապես թիմը պատրաստ է աշխարհի ֆուտբոլիստները մենք պատրաստ ենք վաղախաղ։ Մենք պատրաստ ենք վաղախաղ, թիմ պատրաստ է վաղախաղ։ Իսկ բանակի ժամանակի ճորականների գործոնների վրա ուշադրություն է։ Ես իրեն պատասխանենք ներկայումս չի պարապել, որ դες խաղում իսկ ուրիշ ինչ Բնականաբար մենք ցանկացած խաղի պատրաստվում ենք այս մրցակցի, վերլուծում ենք մրցակցին, ուժեղի կողմերը հաշվի ենք առնում ու իհարկե մարզումների ընթացքում աշխատում ենք դրանց վրա։ Հարցեր հաշվի առնելով նաև որ իրենց առաջնությունը նոր է ներկայացել, կամ մեկ խաղ անցկացրել թիմի այս շրջանում եւ հաջողակի չի մասնակցում, երկրորդ փուլից ասել առաջին փուլի Victor Շիրազարել ու միանգամից երկրորդ փուլից այս տեսանկյունից ասել որ խաղային համագործակցության ֆուտբոլիստերի օրենքների իրենց ավելի դաշնացելու տեսանկյունից առաջարկը ավելի լավ է հաշվառելու որ երկու խաղ Մենք մեկ պաշտոնական հանդիպում ավել ենք օգտագործել, հուսով եմ, որ միանշանակ է շատ օգնում ես, սակայն խաղը ցույց կտա, թե որ թիմն է ավելի պատրաստ, թե ֆիզիկապես, խաղի տեմպը, թե որ թիմը կտելադրի, այսինքն այս խաղից հետո պարզ կդառնա, թե որ թիմն է ավելի ֆունկցիոնալ ու ֆիզիկապես պատրաստ է դիմակայության։ Հուսով եմ, թիմը կլինի։ Հարցեր համար կարևորը որ բացշտորներն է ինչ-որ ուղղություններն է։ Խաղը մեզ համար կարևորը հաղթելը։ Հարցեր չկա։ Մենակ ես թող։
Right.